Պարոն Կոստանյան, երկու հարցի անդրադառնան, գիտեք, ադրբեջանական կողմը Հայաստան և ռազմավարության գործընկերության ծրագրի վերաբերյալ իրենց բողոքն էին արտահայտել այնտեղ մասնավորապես Ղարաբաղի հայեր ձևակերպման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ն ինչ դիրքորոշում ունի, արդյոք հնարավոր է վերանայվի այս փաստաթուղթը, խմբագրի այդ հատվածը կամ չեղարկվի։ Մենք հանդես ենք եկել այս խնդրի վերաբերյալ հայտարարությամբ, եթե չեմ սխալվում, եւ երեք նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը ձեր գործընկերների հարցերին պատասխանව անդրադարձել է հարցին։ Փաստաթուղթը ընդունված է, որևէ վերանայման կարիք չենք տեսնում եւ ըստ էության արտահայտում է օրակարգը, որը ունենք մենք Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության մեջ, իսկ Եվրամիության մեր գործընկերները նաև բավականին մեծ էական աջակցություն են ցուցաբերում հենց ձեր նշած ուղղությամբ։ Պարոն Կոստանյան, մենք մշտապես տեսնում ենք, որ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, կոնկրետ նախարարի դիրքորոշումը հիմնականում այսպես կտրուկ կարող է տարբերվի Նիկոլ Փաշինյանի ու իշխանական մյուս ներկայացուցիչների կողմից, մասնավորապես երբ որ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մյուսներին ինչքան վստահեցնում են խաղաղությունը վերջնական երաշխիք է, ամեն դեպքում Ադրբեջանը թերևս ավելի անկեղծ է գտնվում ու ասում է, որ եթե անգամ այս պայմանագիրը վերջնական ստորագրվի, ամեն դեպքում սա երաշխիք չէ, որ այդ խաղաղությունը վերջնական կհաստատվի։ Հիմա ում հավատանք։ Ես չեմ կարծում, որ դուք ճիշտ եք ցիտում, անհնար է որևէ դիրքորոշման տարբերություն Հայաստանի Հանրապետության ներողություն։ Կոնտեքստից կտրում եք ենթադրեմ, անհնար է որևէ տարբերություն Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումների միջև, որովհետև արտաքին գործերի նախարարությունը ըստ էության իմպլեմենտացնում է այն քաղաքականությունը, որը որոշում է կառավարությունը եւ մասնավորապես կառավարության ղեկավարը։ Պատասխանեցի ձեր հարցը։ Ավելի բան հիշում ենք, որ Պարմուզյանը նաև ասում է, Պատասխանեցի ձեր հարցը։ Կարծում եմ սպառեցի հարցը։ Պարոն Կոստանյան, Հայաստանի հետ խաղաղության ձգտող գնացող Ադրբեջանը ինչու է նման հայտարարություն անում Հայաստանի եւ ԵՄ-ի ռազմավարական գործընկերության այս փաստաթղթի համար։ Սա արդյոք նշանակում է, որ Ադրբեջանը ճշմարիտ է իր օրակարգում խաղաղության։ Վստահաբար օգոստոսի 8-ը շատ կարևոր հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, բայց դեռևս մնում են հարցեր, որոնք հետագա հասցեագրման եւ քննարկումների կարիք ունեն եւ այս ուղղությամբ տարբեր գործընկերներ, թե արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հետ, թե այլ խաղաղակներով քննարկումներ ընթանում են։